Աֆղանստանի արևելյան հատվածում բնակվող Շինվարի ցեղախմբի անդամներին հեշտ է ճանաչել նրանց սպիտակ գլխարկներից։ Ցեղախմբի անդամները տարեսկզբին իրենց դռները բացել են մի խումբ մարդկանց առջև, կարծելով, թե նրանք կարիքի մեջ են։ Սկզբում նրանք ներկայացան որպես բարեկամներ, նրանք իրենց հետ էին բերել իրենց ընտանիքներին և իրենց պարագաները, նրանց հետ նաև կանայք կային, կացարան խնդրեցին և ասացին, որ մեր եղբայրներն են։ Ցեղախմբի առաջնորդի խոսքերով նորեկները ասել են, որ իրենց տեղահանել էին հյուսիսային Վազիրիստանում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով։ Մի քանի ամսվա ընթացքում նորեկները սկսել են զենքեր ցուցադրել և միջամտել տեղական կարգերին։ Հետո մի օր նրանք սև դրոշ են բարձրացրել և իրենց հռչակել Աֆղանստանի իսլամական պետություն։ Նրանք բնակիչներին ստիպեցին իրենց հավատարմության երդում տալ, ասացին, որ ամսական $500-600 աշխատավարձ կվճարեն։ Նրանք ասացին, մենք կպաշտպանենք ձեր տները, դարձեք մեր բարեկամները։ Շինվարի ցեղախմբի հազարավոր անդամներ ահաբեկչական խմբավորման դաժանության պատճառով լքել են իրենց տները, տեղավորվելով ժամանակավոր կացարաններում։ Այդ ժամանակից ի վեր խմբավորման անդամները տարածվել են տարածաշրջանում, այդ թվում նաև Գավառի մայրաքաղաք Ջալալաբադում։ Կառավարությունը փորձում է շահագրգռել տեղաբնիկ ցեղախմբերին, որպեսզի նրանք դուրս գան պայքարի իսլամական պետություն խմբավորման դեմ։ Սակայն տեղաբնիկները ասում են, որ իրենք ոտքի կելնեն միայն այն դեպքում, եթե կառավարությունը խմբավորման դեմ ռազմական միջոցներ ձեռնարկի։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։